Ժողովուրդ օրաթերթը գրում է ժողովրդի փոխանցման ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը հետքին ասել էր, թե ծորենը Հայաստան է ներկրվում ուղիղ Ադրբեջանից եւ ճշտող հարցից հետո կրկին մնացել այդ պնդման վրա։ ՊԵԿ-ը պարբերականին հայտնել է, որ 2024-ից 2026 թվականներին ներմուծված ԱՏԳ ԱԱ1001 ծորենի տվյալներով Ադրբեջանը չի նշվում ոչ որպես արտահանող, ոչ որպես ծագման։ Հետագայում Հասմիկ Հակոբյանը պարզաբանել է, որ խոսքը բեռների տարանցման մասին է Ադրբեջանի եւ Վրաստանի միջով, ինչը տարբերվում է սկզբնական ձևակերպումից։ Հրապարակ օրաթերթը գրում է, թերթի տեղեկություններով տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել Արարատ Սարի պատկերն ամեն տեղից անել։ Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս Սարի պատկերը։ Հիմա էլ Մայր Բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երևանի պետական համալսարանը Բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել, էսքիզներն ընդունվում են սույն թվականի մայիսի 5-ից մինչև հունիսի 5-ը։ Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում եւս արկա է Մասիս Սարի սիլուետը։ Մայր Բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետևում Արարատ լեռը։ Ժողովուրդ թերթը գրում է, ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի ներկայացրած խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու փաթեթը։ Նախագիծը ըստ էության կարող է կանաչ լույս վառել խաղային ոլորտի սև շուկայի ավելի լայն տարածման համար։ Այսօր արդեն ակնհայտ է, որ չլիցենզավորված օպերատորները Հայաստանում օր-օրի մեծացնում են իրենց ներկայությունն ու մասնաբաժինը։ Սա նշանակում է, որ ավելանում է այն քաղաքացիների թիվը, որոնք խաղադրույքներ են կատարում չվերահսկվող հարթակներում։ Այդ կայքերը դուրս են պետական վերահսկողությունից, հետևաբար չունեն պատասխանատվության, թափանցիկության եւ խաղացողների պաշտպանության այն մեխանիզմները, որոնք պարտադիր են լիցենզավորված օպերատորների համար։ Այլ կերպ ասած, չլիցենզավորված հարթակները կարող են գործել գրեթե առանց որևէ սահմանափակման, ընդհուպ մինչև շահած գումարները չվճարելը։ Հրապարակ օրաթերթը գրում է, արցախցիների շրջանակից տեղեկացանք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոր դեպրեսիայի մեջ է։ Գաղտնիք չէ, որ Հայաստան տեղափոխվելուց հետո նա փորձում էր համագործակցել իշխանությունների հետ եւ ակնկալում էր, որ իրեն ինչ որ կարգավիճակ կտան կամ գոնե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանն իրեն կմցնի խաղի մեջ, քանի որ խոսանում էր Արցախյան որոշ շրջանակների քվեն ընդդիմադիր ուժերից դեպի ՔՊ բերել։ Սակայն վաղ շաբաթի ընտրությունների արդյունքներից հետո եւ ընդդիմությունը եւ Փաշինյանը հասկացել են, որ Բաբայանի շանսերը մեծ չեն, նրան ենթարկվող արցախցիների բանակն էլ բազմամարդ չէ, ուստի խաղադրույք չեն արել նրա վրա։ Իրավունք թերթը գրում է, ԿՊ-ն նոր հրահանգ է ստացել, ով ոնց հասնի, պետք է փչացնի ընդդիմադիրներին, որ մարդիկ մեզ այլ ընտրանք չգտնեն, դրեք ծվունները հանեք, հերումանուկ հիշեք, որ ընտրական պրոցեսի շեղվեն, ըստ լուրերի, ասել է շեֆը թիմի անդամներին։ Հրապարակ օրաթերթը գրում է, իրավապահ մարմինների մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեք ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղիղ եթերով հեռարձակվող ասուլիսը դեռ չավարտված Նիկոլ Փաշինյանից նոր հրահանգ է իջեցվել իրավապահներին։ Մասսայական գաղտնալսումները իրականացնել Կարապետյանի թիմակիցների շրջանում եւ ոչ միայն, ու հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով նրա աջակիցների վրա կեղտ գտնել ու քրեական հետապնդումների նորալիք սկսել այդ ուժի դեմ։ Երեք արդեն Սյունիքում ուժեղ Հայաստանի գրասենյակի դեմ նոր հարձակում իրականացվեց եւ նորից մարդիկ ձերբակալվեցին։